Այսօր հրաշալի հնարավորությամբ եմ եկել եւ սա ոչ միայն հրաշալի հնարավորություն է ինձ համար, այլև ձեզ բոլորիդ համար եւ իրականում գիտեմ, որ մի քանի շաբաթ, երբ մոտ 1 ամիս սպասել եք այսօրվան, խնդիրներ կային ընթացքում, տեխնիկական խնդիրներ եւ ոչ միայն, բայց մենք փառք Աստծո, Տիրոջով կարողացանք հաղթահարել այդ ամենը եւ հիմա ունենք այս հրաշալի հնարավորությունը միասին ուղիղ եթերի շրջանակներում հյուրընկալելու մեզ շատ սիրելի Դավիթ Գյուրեխյանին, ում մասին այդքան լսել եք, բայց չեք տեսել, այսօր տեսնում եք։ Շնորհակալ եմ Վահե հրավերի համար, փառք Տիրոջը, որ ունենք այս հնարավորությունը։ Ողջունում եմ եւ քեզ եւ բոլոր մեր ունկնդիրներին եւ ուրախ եմ, որ ունենք նման հնարավորություն միասնաբար քննարկելու կամ ուսումնասիրելու մի շատ կարևոր ոլորտ թեմա, որը որ իր բազմաթիվ ճյուղերով մեր առօրյայում կա, մեր կենցաղում կա եւ շատ էթիկական հարցեր կան մեր քրիստոնեական կյանքում, որտեղ որ մենք պետք է որոշումներ ընդունենք, բայց գուցե շատ հարցերում չգիտենք դրա ակունքները կամ չգիտենք Սուրբ գրային հղումները, Սուրբ Գիրքն ինչպես է վերաբերվում դրա համար, ուրախ եմ, որ այս հնարավորությունը կա, Տերը տվեց եւ ինչպես նշեցիր արդեն երկարատև չարչարվելուց եւ դժվարություններից հետո ստացվեց, բայց փառք Տիրոջը, որ ստացվեց։ Նաև ասեմ, որ ամուսնացած եմ, մի տղա ունենք, Հովելը, 11 տարեկան, Մարգարեի անունը։ Այդպես հիմա, այսինքն զբաղված եմ հիմնականում ընտանիք, եկեղեցի, ուսում ավելի եկեղեցու շրջանակում եւ եկեղեցուց դուրս, ովքեր որ ուզում են աստվածաբանական կրթություն ստանալ, այն հաստատությունը, որը ես ավարտել եմ Կիևում, դեռևս պատերազմից առաջ, հիմա հնարավորություն ենք նաև ունենալու Հայաստանում այդ կրթությունը եւ փաստորեն ստացվում է արդեն երկրորդ շրջանը ուսումնական, երկրորդ 4-ամյա շրջանը կսկսենք Տիրոջ կամքով սեպտեմբերից եւ այդպես ուսանողների հետ եկեղեցում եւ ընտանիքում հիմնական զբաղվածությունս այս 3 ուղղություններով է։ Ես կուզենամ նաև հիշատակենք անունը կրթական հաստատության, որում դուք աշխատում եք, աստվածաբանական կրթություն եք տալիս մեր սերունդներին, որպեսզի դրա մասին նաև մեր մոդերատորները եւ մենք իհարկե ունենանք հնարավորությունը մարդկանց ցույց տալու, թե որտեղ կարող են ստանալ իրենց աստվածաբանական կրթությունն այսօր Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Ուրեմն կոչվում է Հայաստանի աստվածաբանական ակադեմիա։ Ճիշտ է, ուսումնական բազան Կիևի աստվածաբանական ճեմարանի ուսումնական բազան է, կարելի ասել դա ավելի միջազգային է, որտեղ առարկաներ կան, որոնք որ ընդհանուր են բոլոր ուսումնական հաստատություններում։ Պարզապես Հայաստանում մենք որոշեցինք, որ այն լինի ոչ թե մասնաճյուղ, այլ ձևավորվի Հայաստանում կրթական հաստատություն, որպեսզի եթե ապագայում Աստված ոչ անի, նույնիսկ սահմաններ փակվեն, դասախոսներ չկարողանան ոչ մի տեղից գալ, մենք Հայաստանում ունենանք լավ աստվածաբաններ, ովքեր որ կկարողանան փոխանցել ուսումը, կրթությունը, գիտելիքը մյուս սերունդներին։ Եվ այդպիսով հիմա ունենք Հայաստանի աստվածաբանական ակադեմիա անունով, արդեն առաջին ավարտողներին ունենք, երկրորդը Տերը կամենա կսկսենք սեպտեմբերին եւ ցանկացողները մենք կարող ենք կոնտակտներ տրամադրել, ովքեր որ ավելի կուզեն ծանոթանալ, հասկանալ ինչ ֆակուլտետներ են գործում, որտեղ կարող են սովորել իրենք կրթության տևողության հետ կապված, իրական դժվարության հետ կապված, մարտահրավերների հետ կապված։ Եվ այս բոլոր հարցերով կարող ենք ավելի մանրամասն զրուցել ցանկացողների հետ։ Այո, հրաշալի սիրելիներս, ովքեր ցանկանում են, կարող են կապվել Դավիթ Գյուրեխյանի հետ։ Մենք կարծում եմ ուղիղ հետո ես կարող եմ թողնել կոնտակտները եւ ոչ միայն եւ այս ամենը կարող են բարձրաբանել։ Հիմա ուզում եմ այսպես արագ անցում կատարել մեր թեմային, որի վերաբերյալ մենք անշուշտ պիտի խոսենք եւ թեման իրականում մանրակրկտորեն ուսումնասիրված է։ Մենք ընտրել ենք թեման քվեարկության է դուրս եկել եւ ընտրվել է մեծավ մասամբ ընտրվել է հանրության կողմից։ Ուրեմն թեման հետեւյալն է՝ քրիստոնեական էթիկա, բայց մենք ունենք այսպես հստակեցում աբորտներ, էվթանազիա եւ նաև հետաքրքիր է շատ շատերը հարց են տալիս, ասում են
աբորտը մեղք է թե մեղք չի, քրիստոնեական էթիկայի որ բարոյագիտական որ սկզբունքին է դեմ, կամ էվթանազիան որքանով է սխալ։ Մենք այս ամենը պիտի ընկալենք, քննարկենք եւ իրականում բավականին բարդ հարցեր են, պիտի նայենք աստվածաբանական հայեցակարգ, աստվածաշնչյան հայեցակարգը ինչպիսին է եւ թե ինչ է ներկայացնելու մեզ։ Խնդրեմ։ Այո, իսկապես ինչպես որ նշեցիր, սա շատ բազմակողմանի քննության է արժանի, որովհետև շատ հարցեր կան, որոնք որ ուղիղ կապված են այս թեմայի հետ։ Ես մտածում եմ, որ եթե ընթացքում հարցեր լինեն, մարդիկ սկսեն թեմայի մասին մտորել, անպայման ամեն կողմից հարցեր կհնչեն, փորձենք բոլորին կամ որոշներին պատասխանել, բայց քանի որ թեման շատ լայն է եւ շատ տարբեր սպեկտրներ է վերցնում իր մեջ, եթե նույնիսկ մենք չհասցնենք բոլոր հարցերին պատասխանել, ինչ որ ելք քո առաջարկով կփորձենք գտնել դրանց համար ապագայում։ Ամեն դեպքում հիմա կարող ենք մի փոքր ծանոթանալ թեմային, մտորել թեմայի շուրջ եւ աստիճանաբար սկսենք մի փոքր խորասուզվել այս թեմայի մեջ։ Այսպիսով խոսելու ենք քրիստոնեական էթիկայի շրջանակներում եւ մասնավոր խոսելու ենք սպանության մասին կամ սպանությունների մասին կամ ընդհանրապես սպանության տարատեսակների մասին, որոնք որ ամբողջ աշխարհում 24 ժամ կարելի ասել կիրառելի են տարբեր իրավիճակներում եւ ակունք այս հարցի հիմնականում սնվում է 6-րդ պատվիրանից՝ մի սպանիր։ Եվ մենք Սուրբ գրքում դա տեսնում ենք եւ քանի որ մի սպանիր պատվիրանը ընկալվում է եւ ճիշտ է որ ընկալվի բացարձակապես, դրա համար ծնվում են շատ հարցեր, իսկ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում, հղիության դեպքերում, աբորտի դեպքերում, երբ որ մարդը հիվանդ է, ապարատով է ապրում, սարքավորումով է ապրում, արդյոք անջատելը մեղք է թե մեղք չէ, սպանությունը դա համարվում թե ոչ, ինքնապաշտպանությունը ընդհանրապես ինչպես պետք է դիտել ինքնապաշտպանությունը, կլինի հանցագործությունների դեպքում, կլինի պատերազմական իրավիճակներում, բավականին սուր խրթին հարցեր կան կապված հենց պատերազմական հանգամանքների հետ, այսինքն ինչպես վարվել նման դեպքում, ընդհանրապես զենք վերցնել թե չվերցնել, քրիստոնյան պետք է վերցնի զենք թե պետք է չվերցնի։ Եվ ինչ էլ որ չհիշատակեցի այս կարգի հարցեր, որ բոլորն էլ կապված են մի սպանիր պատվիրանի հետ։ Այսպիսով կարող ենք սկսել այնտեղից, որ սրա մասին գրված է Ելից գրքում 20-րդ գլուխ 13-րդ համարում, որտեղ որ շատ կարճ, բայց հստակ, ոչ երկիմաստ գրված է հերթական պատվիրանը՝ սպանություն մի արա կամ մի անիր, մի սպանիր։ Եվ մի սպանիր պատվիրանի մասին, դրա հետ կապված շատ հարցերի մասին, եկեք մի փոքր խոսենք։ Ուրեմն մեզ պետք է ուսումնասիրել 10 պատվիրաններից մեկը, որը հիմնականում վերաբերվում է մարդ-մարդ հարաբերություններին։ Եվ կտեսնենք, թե այս պատվիրանը ինչ կիրառում ունի եւ ինչ բացատրություն ունի։ Սա մեղքին հանդուրժել չի նշանակի, եթե մենք ասենք չի կարելի սպանել, կամ երբ Աստված ասում է մի սպանիր, դա չի նշանակում հանդուրժել պարզապես մեղքը։ Մենք կյանքում պարզապես սպանել բառը կիրառում ենք շատ լայն իմաստներով։ Իսկ եբրայերենում շատ հետաքրքիր է, որտեղից որ ես ընթերցեցի, այսինքն հայերենը ես ընթերցեցի, բայց 5 տականը եբրայերենով է գրված, այն գործածվում է ավելի նեղ իմաստով։ Կամ ավելի ճիշտ սպանել բառը իր նեղ իմաստը ունի, որի համար հատուկ բառ կա եբրայերենում։ Եվ ինչ է նշանակում սպանել Աստվածաշնչում, պետք է սահմանենք եւ սկսենք սրա շուրջ զրուցել։ Սպանել բառը վերաբերում է անօրինաբար կյանքը վերցնելուն։ Անօրինաբար կյանքը վերցնելուն, այսինքն մի անձի կողմից մյուս անձին ուղված։ Եվ երբ ասվում է մի սպանիր, դա վերաբերվում է, այսինքն պատվիրանի շրջանակում երբ մենք խոսում ենք, դա վերաբերվում է ապօրինաբար մեկ կյանքը վերցնելուն։ Եվ այս բառը շատ հետաքրքիր է, որ ես շատ կուզեմ, որ մեր ունկնդիրներն էլ ֆիքսեն հենց սա, հիմա ինչը որ պետք է ասեմ, որովհետև եթե չֆիքսեն, ուշ միացողները պետք է սրա կարիքը զգան լուսաբանելու։ Այս բառը երբեք
չի գործածվել պատերազմում, սպանության համատեքստում, եբրայերենում։ Սա չափազանց կարևոր տեղեկություն է։ Եվ մահապատժի համատեքստում չի գործածվել մի սպանիրը։ Այն միայն միջանձնային հարաբերություններում է գործածված անօրինաբար խլելու մեկի կյանքը։ Եվ այս օրենքը ընդհանրապես մի սպանիրը ուներ բացառություններ 5 տակարանում։ Համապատասխան մեղքերի դեպքում կար օրինակ քարկոծում, որը որ նույնպես սպանության հետ է կապված, կամ Աստծո կողմից տրված հրաման պատերազմ անելու ենթադրենք կանանացիների դեմ։ Եվ սա էլ կարող է պարադոքս առաջացնել մարդու մոտ, ասել ինչպես կարող է համատեղվել մի սպանիր պատվիրանը քարկոծման թույլտվության հետ կամ բացառության հետ կամ Աստծո կողմից եղող հրամանի հետ, որ պատերազմ անելու դեպքում թույլատրվում է։ Եվ ինչն է հետաքրքիր, որ մինչև Մովսեսի օրենքը Տերը Նոյի հետ երբ ուխտ է կապում, Ծննդոց 9-րդ գլխում ենք մենք սա կարդում, կարող ենք կարդալ 9-րդ գլուխ 5-6-րդ համարներում, տեսեք ինչ է ասում։ Ասում է, տեսեք ինչ է գրված, սա, այսինքն դեռևս Մովսեսական օրենքից առաջ։ Եվ ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ, ամեն կենդանու ձեռքից կպահանջեմ եւ մարդու ձեռքից, ամեն մարդու եղբոր ձեռքից մարդու կյանքը կպահանջեմ։ Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու միջոցով թափվի, որովհետև Աստծո պատկերով նա ստեղծեց մարդուն։ Տեսնում եք, ասում է, ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից կթափվի։ Որոշ մեկնաբաններ ասում են, որ սա Աստծո կողմից դրված առաջին իշխանությունն է մեղքը պատժելու մարդու կողմից։ Այսինքն Մովսեսական օրենքից առաջ Աստծո կողմից տրվում է իշխանություն մարդուն մեղքը պատժելու։ Այսինքն Աստված դնում է մարդիկ, ովքեր հատուկ մեղքի համար մահապատժի կենթարկեն մեղանչողին։ Այսինքն սա այն բացառություններից է, որ խոսում ենք։ Ասում ենք այս մի սպանիրը իր մեջ ունի բացառություն, այսինքն այն տրված չի պատերազմի համատեքստում, բայց տեսնում ենք մենք բացառություններ։ Սա, այսինքն մահապատժի պարագայում սա մի կողմից սպանություն է, այո, բայց մյուս կողմից արդարադատություն։ Այսինքն մեղքը պատժելու մասին է սա։ Եվ Մովսեսական օրենքում կար այս տարբերակումը՝ անօրինաբար խլել մարդու կյանքը կամ պատժել մեղքի համար։ Եվ սա արդեն օրինական ձևով էր զրկում մարդուն կյանքից։ Այսինքն մեղքի համար պատիժը դա օրինական արդարադատություն է Աստծո կողմից։ Իսկ մարդու կողմից անօրինաբար խլել մեկի կյանքը դա սպանություն։ Եվ կար նաև Աստվածաշնչում անզգուշաբար սպանության դեպք եւ դեպքեր, երբ մենք տեսնում ենք, կար անզգուշաբար սպանության դեպք, որը որ մենք օրինակ կարդում ենք Թվոց 35-րդ գլխում, ուրեմն եւ Տերը Մովաբի դաշտավայրում Երիքովի դիմաց Հորդանանի մոտ խոսեց Մովսեսի հետ ասելով. Պատվիրիր Իսրայելի որդիներին, որ իրենց ժառանգության կալվածքից Ղեֆտացիներին բնակվելու քաղաքներ տան, նաև քաղաքների շրջակայքում եղած արվարձանները Ղեֆտացիներին տան։ Եվ այն քաղաքներից, որ Ղեֆտացիներին եք տալու, ապաստանելու համար, տեսեք, ապաստանելու համար 6 քաղաքներ պետք է լինեն, որ սպանություն կատարողը այնտեղ փախչի։ Եվ բացի սրանցից 42 քաղաք տվեք։ Բոլոր այն քաղաքները, որ Ղեֆտացիներին եք տալու, 48 քաղաք լինեն, դրանք իրենց արվարձաններով կտակ։ Եվ այն քաղաքները, որ Իսրայելի որդիների կալվածքից եք տալու, շատից շատ եւ քչից քիչ վերցրեք։ Ամեն մեկն իր ստացած ժառանգության չափով իր քաղաքներից Ղեֆտացիներին տա։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված ասում է, որ պետք է լինեն քաղաքներ նույնիսկ, որտեղ որ պետք է սպանություն կատարողները փախչեն։ Երբ անզգուշաբար սպանություն է տեղի ունեցած լինում, տվյալ մարդկանց համար Աստված մտածել էր միջոց եւ քաղաքներ, որտեղ որ պետք է մարդիկ փախչեին։ Եվ շարունակում է ասելով. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Իսրայելի որդիների հետ խոսիր եւ նրանց ասա. երբ Հորդանանից Քանանի երկիրն անցնեք, այն ժամանակ ձեզ համար քաղաքներ ընտրեցեք,
որոնք ապաստանելու քաղաքներ լինեն ձեզ համար, որ այնտեղ փախչի սխալմամբ մարդ խփող սպանողը։ Տեսնում եք, երբ ասում ենք անզգուշաբար սպանության դեպքեր, սրանցից մեկը սա է եւ օրենքներ, որոնք որ կարգավորում են նման դեպքերը։ Եվ այդ քաղաքները ձեզ համար ապաստարան լինեն վրեժխնդիր եղողից, որ սպանողը մինչև ժողովրդի առաջ դատաստանի համար կանգնելը չմեռնի։ Այսինքն մարդը երբ սպանություն է կատարել անզգուշաբար, մինչև իր դատ ու դատաստանը կլինի, որպեսզի իր կյանքին վտանգ չսպառնա, իր համար Աստված տվել էր մի վայր, որտեղ որ նա կարող էր ապաստան գտնել։ Մենք այստեղ այսինքն տեսնում ենք անզգուշաբար կատարված սպանություն, եւ տեսնում ենք, որ եթե այս մարդը իր ապաստանելու շրջանում ինքը խախտեր այս բնակավայրում լինելու պայմանը եւ վերադառնար նորից այն վայրը, որտեղ որ եղել է սպանությունը, ուրեմն իրեն այնտեղ երբ սպանեին, սպանողի վրա պատասխանատվություն չէր դրվում, որովհետեւ այս մարդը խախտել էր իր մնալու վերաբերյալ պայմանները։ Ուրեմն անզգուշաբար կատարված սպանությունը չի համարվում 6-րդ պատվիրանի մի սպանիրը։ Հիմա մենք որ խոսում ենք այս դեպքի մասին, հա? Բայց անպատիժ չի մնում, քանի որ սպանողը մի տեսակ կարծես տնային կալանքի տակ պետք է մնար մինչև քահանայապետի մահը, ըստ այս հատվածի։ Ուրեմն մահապատիժը տեղ ունի մեր այս մի սպանիր պատվիրանի մեջ, անզգուշաբար կատարված սպանությունը իր տեղն ունի եւ կան նաեւ բացառություններ։ Այսինքն սա, որպեսզի թեմայի խորքերը մենք կարողանանք մի փոքր շոշափել, որից հետո արդեն գանք ավելի իրավիճակային օրենքների։ Այսինքն մենք հասկացանք, որ եբրայերենում մի սպանիր պատվիրանը այն վերաբերվում է անօրինաբար մարդու կյանքը խլելուն։ Երկրորդ, այն երբեք չի տրվել պատերազմական համատեքստում, այն տրվել է բացառությամբ քարկոծման դեպքում Աստծո կողմից, այն էլ ոչ թե սպանություն է այդ կողմից պետք է նայել, այլ որպես արդարադատություն։ Եվ մենք նաև շատ կարևոր մի բան տեսանք, որ Մովսեսական օրենքից առաջ ծննդոցում արդեն տեսնում ենք Աստված, կարծես կարգավորող օրենքի նախատիպը տա, որ թույլտվություն լինի մարդու ձեռքով մեղքը պատժելու։ Դրա համար երբ մենք խոսում ենք սպանության մասին, մենք պետք է այս կարևոր հիմքերը հաշվի առնելով արդեն մոտենանք իրավիճակային հարցերին։ Ուրեմն այստեղ կա բացառություն մահապատիժ, այստեղ կար անզգուշությամբ սպանությունը, կային ապաստանի քաղաքներ, որտեղ որ մարդիկ պետք է փախչեին, եւ կար այստեղ քարկոծում, մահապատիժ եւ ժողովրդի կողմից, այսինքն պետության կողմից կարելի ասել իրավունք անարդարացի դեպքերում արդարացի պատիժ սահմանելու տվյալ մարդու նկատմամբ։ Սա սկզբի համար։ Եթե ինչ-որ հարցեր կան, կարող ենք սրա վերաբերյալ խոսել, թե չէ անցնենք առաջ։ Կարծում եմ քննարկվեց ամեն բան, այսպես իրավիճակային, հա, որովհետև կարևոր է նաև, ես միշտ ասում եմ, կարևոր է համատեքստը։ Այո։ Եվ կոնտեքստը ամեն ինչի։ Շատ-շատերը հարցնում են, դե սպանություն է, չէ, կատարվել է, հիմա լինի, չգիտեմ, մտադրաբար, թե անուշադրաբար կամ գուցե պատահմամբ է այդպես ստացվել, բայց կարծում եմ, թե սպառիչ պատասխանը տրված է։ Սիրելի հետևորդներ, եթե դուք ունեք հարցեր, կարող եք հղել, ես կարող եմ 30 վայրկյան տալ ձեր թույլտվությամբ, սիրելի։ Շատ լավ, շատ լավ։ Մարդիկ փորձեն հղել հարցերը, եթե կլինի, եթե չի լինի, կգնանք առաջ, մեր թեման իրապես ծավալուն է, շատ բան ունենք այսօր քննարկելու։ Մինչ իրենք կմտածեն հարցերի վերաբերյալ կամ կգրեն, ասեմ, որ հարցին, որ կպատասխանենք հիմա, հետեւյալն է թույլատրել է այսօր մահապատիժը եւ արդեն կանցնենք դրանից բխող իրավիճակներին եւ կփորձենք դրանք տեսնել։ Թերևս այս պահին դեռևս հարցեր չկան, խոսենք երևի թե անդրադառնանք մահապատժին, եթե ընթացս կլինեն, խնդրեմ։ Այո, շատ լավ։ Ուրեմն երկրներ կան, որ գործածում են մահապատիժը, բայց մենք տեսնում ենք Սուրբ գրքում, որ Աստծո կողմից տրված է Աստծո դրած իշխանությանը տրված իրավունք, որը համընդհանուր սկզբունք է։ Այսինքն տրված է կառավարությանը նման իրավունք։ Մենք սրա մասին օրինակ կարդում ենք Հռոմեացիս 13-րդ գլխում, առաջին 5 համարներում ենք կարդում,
որտեղ որ իշխանություններին հնազանդվելու մասին է գրված, Հռոմեացիս 13-րդ գլուխ 1-ից 5-րդ համարներում այսպես են կարդում. Թող ամեն մարդ բարձր իշխանություններին հնազանդ լինի, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Հետևաբար, ով հակառակվում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում, եւ նրանք, որ հակառակվում են, իրենց վրա դատապարտություն պիտի ընդունեն։ Որովհետև իշխանությունները ոչ թե բարի գործերի համար են ահաբեկում, այլ չար գործերի։ Ուզում ես իշխանությունից չվախենալ, բարին գործիր եւ նրանից գովեստ կստանաս։ Որովհետև նա Աստծո պաշտոնյա է քեզ համար ի բարություն քո։ Իսկ եթե չար գործ անես, վախեցիր, որովհետև զուր չէ, որ նա սուր է կրում, որպես Աստծո պաշտոնյա։ Նա բարկությամբ վրեժխնդիր է լինում չարագործից։ Դրա համար պետք է նրանց հնազանդվել ոչ միայն բարկության համար, այլ նաև խշմտանքի։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ Աստված կարգել է երկրային իշխանություն եւ նրանց տվել է գործառույթներ։ Որն է նրանց գործառույթը։ Այսինքն նախ սկսենք նրանից, որ երբ ասում է չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, սա խոսում է իշխանական համակարգի մասին առաջին հերթին, այսինքն ինստիտուտների մասին կարելի է ասել, հա, ոստիկանական համակարգ, դատական համակարգ, որը տրվել է երկրի վրա մեղքը եւ անօրենությունը զսպելու, ճնշելու եւ պատժելու համար։ Այսինքն նրանց գործառույթն է, ինչպես որ առաքյալն է այստեղ գրում, բարին խրախուսել, չարագործին պատժել, վրեժխնդիր լինեն։ Այլ հարցը ամեն մեկը իր երկրի իշխանության մասին ինչ կարծիք ունի, մենք դրա մասին չենք խոսում։ Հա, որովհետև իշխանությունները կարող են իրենց գործառույթները չարաշահել։ Բայց այստեղ դրա մասին չի գրված։ Այստեղ գրված է նրանց գործառույթի մասին։ Այսինքն ինչի համար են նրանք կարգված ընդհանրապես։ Այսինքն Աստծո կողմից լիազորված են իրենք երկրի վրա գործելու որպես մի հաստատություն կամ հաստատություններ, ոստիկանական եւ դատական համակարգ, որոնք որ երկրի վրա կփորձեն զսպել չարիքը, մեղքի զարգացումը, տարածումը եւ իրենք իրավունք ունեն Աստծուց պատժելու մեղքը։ Ինչպես առաքյալն ասում է, զուր տեղը չէ սուրը կախել իր կողքը եւ նա վրեժխնդիր է լինում։ Ստացվում է, որ այստեղից մենք հասկանում ենք մի շատ կարևոր բան։ Երբ մենք խոսում ենք մահապատժի կամ սպանության մասին, այսինքն երկրները իրավունք ունեն իրականացնելու մահապատիժ թե ոչ, սա համընդհանուր միջազգային սկզբունք է, որը տրված է կառավարությանը, պետությանը, Աստծո կողմից, որպես լիազորություն պատժելու անարդարությունը։ Հիշենք անընդհատ, որ երբ ասում է մի սպանիր, դա վերաբերվում է անօրինաբար կամ ապօրինաբար մարդու կյանքը վերցնելուն։ Իսկ կառավարության միջոցով, իշխանության միջոցով կատարվածը դա իշխանական հաստատության ինստիտուտի գործառույթն է։ Եվ ստացվում է, որ երկրի վրա դու որպես քաղաքացի, երբ կարիք ունես վրեժխնդիր լինելու որևէ մեկից, դու պետք է ոչ թե անձնապես վրեժխնդիր լինես, այլ պետք է դիմես Աստծո դրած իշխանական համակարգին, ինստիտուտին, նրանց ձեռքով վերականգնելու արդարադատությունը։ Մենք հիմա թեմայի մեջ մի փոքր էլ կխորանանք, որպեսզի պարադոքսալ հարցերի պատասխանենք, այսինքն ինչպես է համատեղվում արդարադատությունը եւ թշնամու սիրելը։ Ինչպես են սրանք համատեղվում, որ մենք կարողանանք սրանք էլ հասկանալ, որ Աստվածաշնչում դրանք չեն հակասում իրար եւ ամեն իրավիճակ իր տեղն ունի, ամեն դեպք, ամեն դրվագ իր լուծումն ունի։ Այսպեսով վրեժխնդրությունը այստեղ ասում է, որ փաստորեն պետության միջոցով, պետական ինստիտուտների միջոցով պետք է անել։ Ճիշտ միտք է այն, որ քրիստոնյան ուզում է, որ Աստված պատժի, օրինակ։ Սա էլ է քրիստոնյաներից մոտ առաջացող հարց, որ արդյոք մենք պետք է թշնամիներին սիրենք այն իմաստով, որ պետք է երբեք չունենանք ցանկություն կամ նման զգացում արդարադատության ճիչ, ներքին ճիչ, այսպես ասած, ել չխոսեմ արտաքին պահանջների մասին, որ ուզենք Աստված պատժի մեղավորներին։ Նա որովհետև օրինակ հայտնության գրքին որ նայենք 6-րդ գլուխ 9-ից 11-րդ համարներում տեսեք ինչ է գրված, երբ 5-րդ կնիքը բացեց, զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի եւ վկայության համար, որ պահել էին։
Նրանք բարձրաձայն աղաղակում էին եւ ասում. «Մինչև երբ ով սուրբ եւ ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի առնես մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողներից»։ Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեց եւ այլ եւ այլ։ Այսինքն մենք տեսնում ենք երկնային իրականությունում տեղի ունեցող մի դրվագ, որտեղ որ գլխատվածները արդար կարծես չասենք բողոք, բայց արդարադատության ճիչ են բարձրացնում Աստծուն, ասելով որ մինչև երբ դու մեր արյան վրեժը չես առնելու։ Այսինքն սա կապված այն հարցի հետ, որ ճիշտ միտք է ընդհանրապես, որ քրիստոնյան ունի նման ցանկություն, որ Աստված պատժի կամ նույնիսկ սպանի, շատ դեպքեր կան, որ մարդիկ իրենց խորը ցավից կարող են նույնիսկ ցանկության կամ արդարադատության բողոքներ բարձրացնել, ասելով որ տվյալ մարդը լավ կլինի մահանա, սպանվի կամ ինչ-որ մի բան լինի իր հետ, մանավանդ իրենց թշնամիների հետ կապված։ Եվ հարց է առաջանում, արդյոք քրիստոնյայի համար սա ճիշտ կարգավիճակ է թե ոչ։ Կամ Աստված է իր նախաձեռնությամբ վրեժ առնում, կամ Աստծո կարգած իշխանությունները իրավունք ունեն սա անելու։ Այն ներեցեք, այստեղ մի հետաքրքիր հարց է ծագում։ Օրինակ, տեսեք, քննարկում ենք իշխանությունների վիճակը։ Քննարկում ենք այն, որ իրավամբ ցանկացած տեսակ իշխանություն կարգված է Աստծուց եւ այդ իշխանական լիազորությունները Աստված է որ տվել է իրեն։ Բայց այստեղ մի այլ հարց կա։ Օրինակ, որովհետեւ ես ստացել եմ անձամբ այս հարցը, Հյուսիսային Կորեայի իշխանությունը, որքան էլ մենք համարենք, չհամարենք, որևէ մեկը գուցե սուբյեկտիվ կարծիքը լինի այդ թե չէ, բայց օբյեկտիվ կարծիքը կա, սա բռնապետական հասարակարգ է, բռնապետական պետություն է եւ այո, տրված այդ լիազորությունները կան մահապատժի, բայց որքանով են դրանք հիմնավորված։ Օրինակ, եթե սուրբ գիրք է հայտնաբերվում Հյուսիսային Կորեացու մոտ, վտանգը մեծ է, որ նրանք կենթարկեն մահապատժի։ Իրանի Իսլամական Հանրապետությունում մահապատիժը կա, մինչև որս Չինաստանում է գործում, որքանով է ճիշտ է պրակտիկան եւ որքանով է հիմնավորված։ Որտեւ քրիստոնեական բարոյագիտության տեսանկյունից բնական է, որ նորմալ չէ։ Սա կոչվում է հալածանք եւ ինչպես արյունարբու Ներոններ, նրա բնութագիրն էլ ենք տեսնում Աստվածաշնչում, նույն այդ Ներոնների կարգի մի քանի հասարակարգ չասեմ, ասեմ բռնապետական համակարգեր կան, որոնք հակա Աստվածաշնչյան եւ հակահումանիստական գործունեություն են ծավալում։ Այս պարագայում ինչպիսին է պատասխանը ձեր, խնդրեմ։ Երբ Աստված կառավարությանը թույլատրում է կատարել մահապատիժ, դա բացառությամբ այն դեպքերում, երբ ոտնահարվել է աստվածային արդարությունը։ Այսինքն դու գուցե լինես կառավարության անդամ, հորինես օրենքներ, եւ այդ օրենքների խախտման արդյունքում մարդկանց մահապատժի ենթարկես։ Դա նույն անօրինաբար սպանությունն է։ Այսինքն երբ մենք խոսում ենք կառավարությանը տրված իշխանության մասին, որ նրանք իրավունք ունեն, նրանք աստվածային արդարադատության ոտնահարման դեպքում, աստվածային արդարությունը խախտելու եւ դա զսպելու, որպեսզի չտարածվի այդ մեղքի նախատիպը, նման դեպքերում նրանք իրավունք ունեն, բայց երբ այսօր մենք տեսնում ենք անհաշվելի օրենքներ, ամեն մեկն իրենց համար սահմանել են օրենքներ եւ դրանք խախտելու դեպքում մարդկանց մահապատժի են ենթարկում, դա չի վերաբերվում նրան, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Այսինքն մենք պիտի հստակեցնենք եւս մեկ անգամ մեր հետևորդների համար, որ թյուրեն բռնում չառաջանա ոչ մեկի ուղեղում, որ առաջին հերթին աստվածային արդարադատությունն է եւ հետո մարդկային օրենքները, ավանդույթները, ես հիշեցի Աստծո խոսքը թողել ու paraphrasing-ի կարգով, այսինքն փոքր-ինչ ձևափոխելով, Աստծո խոսքը թողած ձեր այդպես ավանդույթներն եք հետևում եւ իրականում ավանդույթներին եք հետևում։ Իրականում պետք է նշել, որ փաստացիորեն կառավարությունը եւս կարող է վրեժխնդիր լինել, այն էլ սխալ կերպով, եւ որ սա նույն սպանությունն է վերջի վերջո դառնում, եթե չեն օգտագործվում այն կարևոր լծակները, որոնք տրված են Աստծուց։ Սա հստակեցնենք մեկընդմիշտ։ Եվ եւս մի հարց կցանկանամ տալ, ինչպես ենք մենք վերաբերվում, բայց այսպես ուզում եմ արագ անցում կատարել աբորտներին, էլի հետ կգանք այս թեմային, ուզում եմ հասկանալ
Այ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետությունում, որը գերհզոր պետություն է, մոտ 350 միլիոն բնակչով, այ ասում են, թե հիմնվել է քրիստոնեական արժեհամակարգի վրա եւ իրավամբ քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն է, դա փաստ է, անհերքելի փաստ է դեռ ուրեմն Ջորջ Վաշինգտոնի, Բենջամին Ֆրանկլինի օրոք, բայց հիմա երկու կուսակցություն կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դեմոկրատները, ձախականները եւ աչականները եւ իհարկե հանրապետականները։ Հանրապետականները նրանք ավելի քրիստոնեական, այսպես ասեմ, մոտեցումներ ունեցող падգամավորներ են, ուրեմն ինչ ասենք, քաղաքական գործիչներ են, իսկ այ դեմոկրատները ավելի այսպես լիբերալ, բաց հայացքներ ունեն, բացն էլ չակերտավոր։ Հիմա դեմոկրատներն ասում են, որ նորմալ է, դա կնոջ իրավունքն է, նորմալ է, որ աբորտը լինի, եւ հանրապետականներն էլ ասում են, դե չէ, ոնց կլինի, դա մարդասպանություն է եւ շատ հաճախ կտրուկ է, միշտ կտրուկ է, օրինակ լինում է արտարգանդային նկատի ունեմ արգանդից դուրս բեղմնավորում, օրինակ արգանդի խոռոչում եւ չի կարող ոչ պտուղը ապրել եւ ոչ կարող է կինը ապրել, արյան վարակում կարող է լինել սրանից եւ այլն շատ խնդիրներ, որոնց չեմ ցանկանում այսպես մանրամասնորեն հիմա անդրադառնալ։ Ամեն պարագային սա նորմալ հղիություն չէ եւ բժշկական տեսանկյունից պիտի այս հղիությունը ընդհատվի։ Ես հասկանում եմ, որ մենք ունենք կարծես թե երկու չափազանց ծայրահեղական մոտեցում։ Ոչ թե աստվածաշնչյան տեսակետը, խնդրեմ։ Իհարկե ընդհատեցի, հետ կգանք անդրադառնանք դրան, սա պարզապես այսպես կարևոր մի հարց, որին ուզում եմ հենց այս պահին անդրադառնալ։ Խնդրեմ։ Շատ լավ, սկզբունքը նույնն է։ Բոլոր իրավիճակները բխում են նույն սկզբունքից, այսինքն ավելի ճիշտ բոլոր իրավիճակների լուծումը կապված է նույն սկզբունքի հետ։ Այսինքն, եթե մենք հիմա ասում ենք, որ ապօրինաբար Սուրբ Գիրքն ասում է, որ չի կարելի մարդու կյանքը վերցնել խլել, դա վերաբերվում է սաղմնային վիճակից սկսած մարդու մինչև մահը, երբ մարդը կմահանա։ Պարզապես խնդիրը առաջանում այնտեղ, երբ մարդիկ սաղմնային վիճակում եղող մարդուն տալիս են այլ սահմանում, այլ գնահատական, այլ բնութագիր, կոչելով նրան մարդ կամ ոչ, այսինքն կախված նրանից, թե սաղմնային վիճակում ինչպես կորակեն այդ սաղմնային վիճակում եղողին, դրանից կբխի նաև իրենց հետագա գործողությունները։ Օրինակ, ես լսել եմ տեսակետներ, որ հենց հենց կարծեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ սաղմնային վիճակում ամիսը չեմ հիշում, բայց կարծեմ մինչև 20 օր, թե մինչև 1 ամիս եղող վիճակում իրենք չեն կոչում մարդ։ Այսինքն, եթե իրենք կարողանում են ապացուցել ըստ իրենց, որ դա մարդ չէ, ըստ դրա իրենք շատ հանգիստ կարողանում են լուծել ոչ մարդու հարցը, այսպես ասած, լուծել սպանության ճանապարհով, աբորտի ճանապարհով։ Այսինքն, կախված նրանից ինչ սահմանում են իրենք տալիս, մարդ է թե մարդ չէ, բխում են դրանից իրենց որոշումները։ Ճիշտ է, դա իրենց գնահատականն է, Աստվածաշունչը մեզ ասում է, որ սաղմնային վիճակում եղողը արդեն իսկ այդ նույն մարդն է, ինչ 1 ամիս հետո, ինչ 6 ամիս հետո, ինչ 9 ամիս հետո եւ ինչ իր կյանքի վերջ, այսինքն կառուցվածքային ոչ մի փոփոխության չի ենթարկվում, պարզապես աճում է, մեծանում է եւ այդ նույն մարդու մասին ենք մենք խոսում։ Դրա համար, երբ դու քննարկեցիր արտարգանդային կամ արգանդից դուրս եղող հղիության դեպքերը, նման իրավիճակները, որտեղ այսինքն առաջինը նախստակեցնենք, որևէ դեպքում չի թույլ տալիս Սուրբ Գիրքը ընդհատել հղիությունը, որովհետև Սուրբ Գրքի համաձայն մարդ է, սաղմնավորված բջիջը արդեն մարդ է, եթե այնտեղ կա հղիություն, ուրեմն այնտեղ մարդ է եւ նրան պետք է վերաբերվել Աստծո պատկերով ստեղծված մեկը, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում, Դավիթն է Սաղմոսների մեջ գրում այդ մասին, որ մորս որովայնում էի, դու ինձ արդեն ճանաչեցիր, դու ինձ տեսար, քո ձեռքերն են ինձ արարել, մի խոսքով, այսինքն շատ նկարագրություններ, որոնք որ փաստում են, որ հղիության սկիզբը արդեն տվյալ բեղմնավորված էակին պետք է կոչել մարդ, այսպես ասենք, հա, ինքը Աստծո պատկերով ստեղծված մեկն է։ Այսինքն այս դեպքը քննարկեցինք, դնում ենք մի կողմ, որևէ դեպքում, որևէ տարիքում, որևէ փուլում
բեղմնավորման չի կարելի ընդհատել հղիությունը։ Սա նույն ապօրինաբար կյանք վերցնելն է։ Ես հասկանում եմ, որ հիմա այլ հարցեր կարող է առաջանալ, բժշկական միջամտություններ, այսօրվա հետազոտությունները, ես այդ բոլորը հասկանում եմ, բայց հերթով։ Հիմա արի քննարկենք իրավիճակային մյուս հարցը, որը դու նշեցիր, այդ արգանդից դուրս եղող հղիությունը կամ մի դեպք, որ սպառնում է մահ եւ մոր կյանքին եւ երեխայի։ Այսինքն, եթե սպառնա կյանքին վտանգ միայն երեխայի կամ միայն մոր, ընտրությունը, եթե կա անխուսափելի ընտրություն, ենթադրենք, հա, իրավիճակ է անխուսափելի ընտրությունը, այդ դեպքում ոչ թե ընտրելու դեպքում մենք սպանության հետ գործ ունենք, այլ պաշտպանության։ Իսկ երբ մենք խոսում ենք այն դեպքի մասին, որ երկուսի կյանքին վտանգ է սպառնում եւ մոր, եւ երեխայի, այդ դեպքում արդեն ամուսինը պետք է ընտրություն կատարի։ Եվ այդ ընտրությունը, եթե անխուսափելի է, երկուսն էլ կամ պետք է մահանան, կամ պետք է փրկվի մեկը, սա շատ բարդ է, ես գուցե հիմա արագ կամ հեշտ ասեմ, բայց սա հասկանում ենք, որ մենք շատ ծանր դեպքի մասին ենք խոսում, շատ դժվար դեպքի մասին ենք խոսում։ Նման դեպքում, անխուսափելի ընտրության դեպքում ամուսինը պետք է որոշի, ով պետք է ողջ մնա։ Ճիշտ է, Աստված է որոշում, բայց ամուսինն է այդ պահին պատասխանատու, եւ այդ դեպքում ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել, արդեն ողջ մնացողի պարագայում մենք գործ ունենք պաշտպանության հետ, ոչ թե սպանության։ Կրկնում եմ, եթե իրավիճակը ներկայացվում է այնպես, որ անխուսափելիորեն երկուսն էլ պետք է մահանան, ընտրություն է ով մահանա, նման դեպքերում, նման բացառիկ դեպքերում ավելի ճիշտ է, որ ամուսինը իր ընտրությունը կատարի, որը որ ավելի մտնում է այն կատեգորիայի մեջ, որ ոչ թե դա սպանություն է, այլ պաշտպանություն մեկին։ Ես քո հարցը ճիշտ հասկացա իրավիճակային։ Այո, երկրորդ հարցն էլ ունեմ, որ սրանից է բխում, որովհետև այս հարցը ստացել եմ եւ ստացել եմ աթեիստ մարդուց։ Այ ուզում եմ այս հարցին էլ անդրադառնանք, իսկ եթե եղել է բռնաբարություն։ Հարցը։ Սա երևի թե ամենատարածված հարցն է։ Եթե եղել է բռնաբարություն, սա սիրո արդյունքում ձևավորված, իրենք կոչվում են մինչև 1-ից 20 օրականին պտուղ, հա, fetus, երևի թե անգլերեն, եւ ասում են, թե սա կենդանի օրգանիզմ է, բայց ոչ մարդ, ինչպես դուք ասացիք, սա սիրո արդյունքում, ճշմարիտ սիրո, աստվածային սիրո արդյունքում ի հայտ եկած օրգանիզմ, կենդանի օրգանիզմ չէ, ուստի կինը ունի իրավունք հեռացնելու այս պտուղը եւ վերջի վերջո էմոցիոնալ տրավմաներ, գիտեք։ Ինչին պետք է լինի քրիստոնյայի մոտեցումը, որոշումը եւ որն է Սուրբ Գրքի մոտեցումը խնդրի շուրջ։ Աստվածաշունչը կրկին ցույց է տալիս, որ կարևոր չէ ինչ նախապատմությամբ սիրո արկայության կամ բացակայության պայմաններում է ձևավորվել այդ պտուղը։ Պտուղը Աստծո պատկերով եղող ստեղծված մեկն է եւ իր վրա է տարածվում նույն մի սպանիր պատվիրանը։ Այսինքն տարբեր իրավիճակներ կարող ենք մենք քննարկել, բայց մենք գործ ունենք նորից այն հիմնական ճշմարտության հետ, որ անօրինաբար չի կարելի մարդու կյանքը խլել։ Թեպետ նախորդ քո հարցի մեջ մենք բացառություն տեսանք, մի քանի բացառություններ վերևում տեսանք եւ այլն, բայց նման դեպքերում, երբ նախապատմության մեջ կա բռնաբարություն, ոչ ամուսնական հարաբերությամբ ծնված երեխա կամ որևէ այլ սցենարով լույս աշխարհ եկած կամ ձևավորված հղիություն, բոլոր դեպքերում Սուրբ Գիրքը նույն հիմքից է պատասխան տալիս։ Դա Աստծո պատկերով ստեղծված մեկն է։ Եթե Աստված նրան տվել է, այդ կնոջը տվել է հղիություն, ուրեմն դա չի նշանակում, որ նա արդարացնում է անօրինական հարաբերությունը, բայց դա չի տալիս նրան իրավունք ձերբազատվելու այդ անօրինության արդյունքում ծնված երեխայից։ Այսինքն ոչ մի դեպքում նման պայմաններում եւս կինը իրեն չի կարող իրավունք վերապահել, արդարացնելով, որ եթե սա սիրո պտուղ չէ, ուրեմն կարելի է նրանից ձերբազատվել։ Իրականում շատ հաճախ այսպիսի հիմնավորումներ տրվում են,
Եվ ինչու եմ սա ասում, որովհետև դեմոկրատական կուսակցության հիմնական լոզունգն հենց դա է, որ սա ինչպես կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացին հանդուրժել սա, որովհետև ամեն բան տեղի ունեցել բռնության շրջանակներում, ինչու եմ անդրադառնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որովհետև նրանք համարվում են էտալոն դեմոկրատիայի, եւ այդ ամենը գիտենք, այս կոպիտ բառը օգտագործեմ, հրամցնում են բոլոր ազգերի։ Ես ոչինչ չունեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, անձամբ նախ ասեմ, որ բնույթով նաև ոչ միայն բնույթով, այլ մասնագիտությամբ շատ մոտ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ առհասարակ անգլոսֆերային։ Բայց պիտի այստեղ ասեմ, որ ամենայն դեպս վատին վատ պիտի ասենք, չարին չար պիտի ասենք եւ լավին կամ բարին բարի։ Հիմա ասում են, թե նորմալ չէ, որ կինը հանդուրժի այդ հղիությունը եւ անպայման պիտի հեռացնի այդ, որովհետեւ դա իրեն վնասում է, ինքը հուզականորեն կայուն չէ։ Դե սերը ասեցի, սիրո մթնոլորտ չկար, իսկ Աստված սեր է, ինչպես կարող է այն Աստված, որ ամբողջությամբ սեր է, թույլ տալ այն հղիությունը, որ տեղի ունեցել բացարձակ ատելության, իրավունքների ոտնահարման պայմաններում։ Սա հարց է, որ հաճախ է հնչում, դրա համար իհարկե մենք անդրադարձանք սրան, բայց վերջնական ամփոփումով ավարտենք։ Շատ լավ, մի կողմից էլ կարելի է այդ հարցին մոտենալ, որ մարդը իրեն կարծում է օրենսդիր այս երկրի վրա եւ չի հետևում արդեն դրված կարգերին։ Արդեն դրված կարգերին անպայման չի հետևել միայն օրենսգրքերով, որովհետեւ մարդը երբ ծնվում է, մի օրինակ ասեմ, երբ ծնվում է երեխան, ինքը մեծանում է հոր եւ մոր ներկայության մեջ եւ իրեն այդ երեխային այլևս պետք չի բացատրել, որ աշխարհում գոյություն ունի երկու սեռ, արական եւ իգական։ Աշխարհում գոյություն ունի մայր եւ հայր։ Իրեն պետք չի դա բացատրել, որովհետեւ նա դա գիտի, դա փաստ է։ Նա մեծանում է այդ իրականության մեջ, նա ծանոթանում է ի վերուստ արդեն դրված կարգերին, ինչպես որ բնության մեջ կա։ Դե հիմա պատկերացրու, որ մարդը մեծանալով որոշում է, որ գոյություն ունի երրորդ սեռ կամ չորրորդ սեռ, կամ ինչ որ արդարացումներ թեկուզ գիտական լեզվով, հոգեբանության լեզվով կամ որևէ մի ճկուն պատրվակով մարդը որոշում է, որ պետք է այնպես անել, որ արդարացվի երրորդ սեռի արկայությունը, որքան էլ որ մարդը նման ձգտումներ ունենա, Աստծո դրած բնության կարգը արդեն աղաղակում է ինքն իրենով, որն է իրականը, որն է ճիշտը։ Հիմա պատկերացրու Հռոմեացիս առաջին գլուխը, հենց դրա համար Աստծո դատապարտությունն է հռչակում բոլոր հեթանոսական աշխարհի վրա, ովքեր որ ասում է իմանալով Աստծո աստվածության մասին, զորության մասին, այսինքն որ գոյություն ունի Աստված եւ նա զորավոր է, եւ նրան շնորհակալություն չեն հայտնում։ Եվ հարցը առաջանում, որտեղից են նրանք իմանում դրա մասին, որ նրանք պատասխանատու են։ Ասում են, որ աշխարհի ստեղծված բաներով Աստծո մշտնջենավոր զորությունը եւ աստվածությունը ի հայտ է գալիս, այնպես որ նրանք արդարացում չունեն։ Դա նշանակում է, որ ամբողջ տիեզերքը, երկիրը, աշխարհը ինֆորմացիոն բնույթ է իրենից նաև կրում, ներկայացնում, որովհետեւ մարդկանց ցույց տա Աստծո աստվածային զորությունը եւ ինքնությունը։ Մարդը առանց կարդալու, պատկերացրա հեթանոսները, ովքեր որ գրագիտություն չեն ունեցել, նույնիսկ օրենքներ չեն ունեցել, իրենք ինչպես պետք է իմանային ճշտի մասին։ Նայելով արարչագործությանը, իրենք նվազագույնը պետք է հասկանային, մտորեին։ Այս ամենը ամենակիչը Աստծո կողմ, մեկը պետք է լինի ստեղծող։ Պետք է գային այնպիսի եզրակացություն, որ սա Աստված է ստեղծել։ Բայց թե ով է ինքը դեռևս չգիտեն, բայց նրա զորության մասին, նրա բարության մասին, նրա ճաշակի մասին, նրա հնարավորությունների մասին շրջապատին նայելով, բնությանը նայելով, ստեղծագործության նայելով կարող են ունենալ։ Մի փոքր երկար ասացի նախաբանը, բայց այս նույն տրամաբանությամբ նաև մարդու կյանքին պետք է վերաբերվել։ Այսինքն մարդը ծնվում է, գալիս է աշխարհ, ինքը տեսնում է, որ մինչև արհեստականորեն չեն միջամտում մարդու կյանքը վերցնելուն, կամ մինչև ինչ որ պատերազմի կամ չար դիպվածի պատճառով մարդը չի մահանում, ուրիշ դեպք չկա, որ ճիշտ կլինի մեկի կյանքը վերցնել։ Իրանք դա առօրյայում տեսնում են։ Իրենք իրենց համար չեն ուզի, որ մեկը իրենց կյանքը վերցնի։ Ոչ մեկ չի ուզի նույնիսկ նման օրենքներ հնարողները։ Բայց այդ ինչպես է լինում, որ սկսում են ինչ որ իրավիճակներից ելնելով հնարամիտ լուծումներ գտնեն արդարացնելու սեփական մեղքը։ Սա ըմբոստություն է արարչի դեմ, ուղիղ եւ իր դրած կարգերի դեմ, որ բացի գրքերից
բղավում է ամբողջ բնությունը։ Աստծո դրած կարգերը իրենք իրենցով արդեն խոսում են, թե որն է ճիշտ, որը սխալ, եւ ոչ մեկը, ոչ մի հոգի մենք չենք գտնի, որ երկրի վրա ցանկանա, որ իր կյանքը վերցնեն։ Բա ինչպես է այդ մեկը գտնում հնարամիտ լուծումներ արդարացնելու ուրիշներին սպանելու, թեկուզ սաղմնային վիճակում, թեկուզ որևէ կոնշած իրավիճակների մեջ նա մարդուն սպանելը։ Դրա համար սրանք ըմբոստություն են Աստծո դեմ, Աստծո կարգերի դեմ եւ մարդը սրանով ցույց է տալիս, որ մեղքը իր մեջ դրսևորվում է նաեւ նման հարցերում։ Արարչի դրած կարգերը դնել երկրորդային պլան եւ առաջնային դնել սեփական ցանկությունները, սեփական պատկերացումները եւ ամբողջ գործիքակազմը, ռեսուրսները պետական նույնիսկ ներդնել, որպեսզի դրանք օրինականացնեն։ Ես հիշեցի իրականում մեր խոսելու ընթացքում Սաղմոս 19-ը ձեր թույլտվությամբ առաջին երկու խոսքերը ուզում եմ Ճիշտ մեջբերում է, այո։ Երկինքները հայտարարում են Աստծո փառքը ու հաստատությունը նրա ձեռքերի գործերն է ցույց տալիս։ Օրը օրին հայտնում է խոսքը ու գիշերը գիշերին դիտություն է ցույց տալիս, լավ երրորդն էլ եմ ընթերցում։ Չկան խոսքեր ու չկա լեզու, ուր նրանց ձայնը լսելի չէ։ Ամբողջ երկրում լսվեց նրանց հնչյունը ու մինչև աշխարհի ծայրը նրանց խոսքերը, նրանց մեջ արևի համար մի վրան կանգնեցրեց եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս հատվածը կարեւոր էր ընթերցելու համար եւ իրոք որ այդպես է, արարչագործությունը արդեն բավական բարձր խոսում է Աստծո։ Այո, շատ ճիշտ է։ Այո, շատ ճիշտ է։ Շնորհակալություն Վահե ջան, դա տեղին մեջբերում էր, որովհետև հենց արարչագործության տված տեղեկությունների մասին էր ու պատկերացրու մարդու պատասխանատվությունը որքան է մեծանում, որ մենք այժմ ի տարբերություն հեթանոսների մենք ունենք ոչ միայն արարչագործության վկայությունը, մենք ունենք մովսիսական օրենքի միջոցով վկայություն Աստծո մասին, Աստծո բնավորության մասին, Աստծո էության հատկությունների մասին։ Մենք ոչ միայն ունենք դա, մենք ունենք նաև մարգարեների վկայությունը Աստծո մասին, մենք ոչ միայն մարգարեների վկայություն ունենք նաև առաքյալների վկայությունը, եւ ոչ միայն առաքյալների, այլ ունենք անձամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչպես որ Հովհաննեսը կասեր, որ հոր ծոցներ նա ամբողջությամբ մեզ հայտնեց Աստծուն։ Այսինքն տեսնում ես պրոգրեսիան Աստծո հայտնության, ինչպես է ինքն իրեն արարչագործությունից սկսած տարբեր կերպերով ցուցադրել իրեն։ Մենք մոծակներ ունենք թռչող այստեղ, դրա համար երբ որ նման շարժումներ ես անեմ, ըմբռնումով մոտեցեք։ Մոծակները չեն թողնում մեզ քնել որևէ կերպով։ Ինչեւ, այսինքն Աստծո հայտնությունը պրոգրեսիվ բնույթ ունի եւ մենք տեսնում ենք արարչագործությունից սկսած եւ այս բոլոր միջոցները կլինի արարչագործությունը, կլինի Մովսեսը, կլինեն մարգարեները, առաքյալները եւ Հիսուսը, բոլորը ավելի մեծացրեցին մարդու պատասխանատվությունը, որովհետեւ 5 անգամ ավելի շատ, քան արարչագործություններ ապրող մարդը արդեն ունի հնարավորություն իմանալու թե ով է Աստված։ Եվ որքան պատասխանատվությունը Նեղություն, որքան իմացությունը մեծ է, իրազեկված լինելը մեծ է, այնքան պատասխանատվությունը մեծ է։ Դրա համար Հիսուսը ասաց, որ Սոդոմ Գոմորի համար ավելի տանելի կլինի դատաստանի օրը, քան քաղաքի անունը չեմ հիշում, որ ասաց, որ քաղաքի անունը, ինչը նշում է քաղաքներ, որ այդ քաղաքների համար ավելի բարդ է լինելու դատաստանը, քան Սոդոմ Գոմորում ապրողների համար։ Ինչու՞։ Որովհետև եթե Սոդոմ Գոմորի ժամանակ Աստված ուղարկել էր իր մասին լրաբերներ, մարդկանց ովքեր որ իր մասին կտեղեկացնեն եւ կար այդ ժամանակ արարչագործության վկայությունը եւ հիմա ապրող կամ Հիսուսի ժամանակ ապրող մարդկանց տարբերությունն այն է, որ անձամբ Աստված է եկել մարմնի մեջ։ Այսինքն եթե դու հարված ես օրինակ ապտակես քաղաքացուն, դու որոշակի պատասխանատվության կենթարկվես։ Եթե դու նույն ապտակը հասցնես, ասենք ոստիկանության գնդապետի, դու ավելի բարձր պատասխանատվության կենթարկվես։ Եթե դու այդ նույն ապտակը երկրի նախագահին հասցնես, դու շատ ավելի, այսինքն քո ապտակը մնում է նույնը, գործողությունը, բայց պատիժների չափերը սկսում են փոխվել, կախված նրանից թե դու ում ես հարվածում, հա։ Այսինքն նման է դրան։ Ահա, Աստծո հայտնություն։ Ես մաթեմատիկից դասատուին հիշեցի, որ ասում գումարելիների տեղերից գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, այստեղ փաստորեն փոխվում է, ապտակների տեղերը փոխելիս։ Այո, շատ ճիշտ է։ Ապտակից հետո, հա, դե ծանրությունը, ծանրության կշիռ
Ունե փաստորեն Այո, սա շատ ճիշտ ես, կախված նրանից դիմացինը ով է, ում ես դու ապտակում։ Եվ սա միտքս ներողություն եմ խնդրում ամփոփեմ, որպեսզի այսքան ասածը ոնց որ իր նշանակետին հասնի, մարդկանց վրա եղած պատասխանատվությունը այսօր շատ մեծ է, ովքեր որ նման օրենքներ են հնարում, եւ հիմա մեզ դիտողներն էլ կամ ապագայում ովքեր որ կդիտեն, թող չափազանց լուրջ վերաբերվեն նման որոշումներին։ Եվ հույս ունեմ մենք մի փոքր ուշ խոսենք ավելի այդ բժշկական գնահատականների մասին, միջամտությունների մասին եւ այլն, ինչպես են դրանք կապված ընդհանրապես սպանության հետ, բայց շատ լուրջ վերաբերվեն, որովհետեւ որևէ իրավիճակ չի կարող արդարացնել մարդու մեղքը, եթե Աստված ունի հստակ արգելք ինչ որ բանի նկատմամբ։ Այնպես որ այն դեպքերը, որը որ դու նշեցիր, որքան էլ դրանք կան շատ շահավետ առաջարկների տեսքով, գեղեցիկ ձևակերպումներով, այնպիսի ծանր իրավիճակների լեզվով, միևնույն է, եթե դրանք իրավունք են տալիս մարդուն ինքնուրույն նախաձեռնել սպանություն եւ համարվելու են անօրինաբար մարդու կյանքը վերցնել, բոլոր նման իրավիճակները մերժվում են եւ դատապարտվելու են Աստծո կողմից, որովհետեւ մարդը Աստծո պատկերով է ստեղծվել եւ պետք է առավելագույնս զգուշություն անել, որպեսզի մարդու կյանքը անօրինաբար չվերցնել եւ ոչ էլ պետական մարմինների, պետական ապարատների գործառույթները կատարել, ինչը տրված է իրենց։ Մենք դեռևս շատ բան ունենք խոսելու եւ բանակի մասին, եւ զենք վերցնելու մասին, եւ վրեժխնդրություն անելու մասին, շատ բաներ ունենք։ Ես հուսամ, որ այդ իրավիճակային օրենքներից խոսենք, սա պարզապես մի փոքր ամփոփում նախորդ մտքի։